Դա լրիվ ուրիշ բան է։ Տեսեք, օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ ժամանակին հրաժարվել են Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, թե առհասարակ քաղաքացիությունից եւ գնացել են այլ տեղ, այդպես հարստացել, իսկ հիմա գալիս Ով է հայտարարում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալով փորձելու Ով է հայտարարել նման բան։ Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Սամվել Կարապետյանի մասին չէ, ընդհանուր առմամբ նշում են իշխանությունից, որ մարդիկ, որոնք ժամանակին Հայաստանը լքել են, հրաժարվել են քաղաքացիությունից, հիմա եկել են եւ փորձում են Հայաստանը փրկել։ Ժողովուրդ ջան, ուրեմն բերեք ասեմ այսպես էլի, իրանք որ քաղաքացիություն ունեն Հայաստանի Հանրապետության, իրանք հայ են։ Հայաստանի, ես էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենալը դա պատիվ է, դա մեծագույն պատիվ է, բայց այդ անձնագիր ունենալը չի նշանակում, որ իրանք ավելի շատ հայ են, քան Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենատիցները։ Այդ ոնց է լինում, երբ որ օգնության կարիք է լինում Սփյուռքից, հա, այդ ժամանակ չեն հարցնում անձնագիր, հա։ Կապ չունի անձնագիրը, միլիոններով սփյուռքահայերը կարան օգնություն տան, նույն 44 օրյա պատերազմի ժամանակ օգնությունը ցուցաբերեն, այդ օգնությունը չգիտես ուր գնա, բայց հետո դրանից հետո հենց որ պահագա, որ մարդը ուզում է իր կարծիքը հայտնի, որպես հայ, ունենալով Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրի քաղաքացիություն, այդ ժամանակ չգիտես խի մարդը պետք է ունենա մենակ Հայաստանի քաղաքացիություն, որտեղ է նման բան գրված։ Ձեր մասով էլ կարելի։ Իմ մասով ես իմ հայկական անձնագիրը ես ցույց եմ տալիս, CVK-ը ասում է, որ կեղծ է։ Նրանք ստում են։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, իմ մասով էլ են ասել, այո, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ուղղակի այստեղ տարակուսելին գիտեք որն է, ինչ իրավունքով CVK-ը, ես չգիտեմ որտեղից իրանք ինֆորմացիա են վերցնում, ես ինչ են անում ոստիկան, ինչ իրավունք ունեն նրանք։ Ժողովուրդ ջան, ես ձեզ նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը դա բավարար պայման չի, որ մարդկանց ասես, որ դու ուրիշ երկրի քաղաքացիություն ունենալով հայ չես, հա? Հայ լինելը անձնագրով չի որոշվում։ Շարլ Ազնավուրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ուներ միայն, Քրքորյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ուներ, այդ ոնց եղավ այդ մարդիկ, որ ժամանակին մեծ ներդրումներ էին անում, գումար էր պետք Սփյուռքից, ներդրումներ էր պետք, այդ ներդրումների ժամանակ չեն հարցնում, հա, քաղաքացիություն։ Խի, բա թող հարցնեն։ Սամվել Կարապետյանը հարյուրավոր միլիոններով ներդրումներ արել Հայաստանում, հարյուրավոր միլիոններով մարդկանց օգնություն է ցույց տվել, բարեգործություններ արել։ Բախի չէին ասում, որ ուրիշ երկրի քաղաքացիություն ունեք, պարոն Կարապետյան։ Չի կարելի ոչ մի ներդրում անել, եթե դուք ուրիշ երկրի քաղաքացի եք։ Բախի չէին ասում։ Եթե այդքան ազնիվ են, եթե այդքան իրենց համար սկզբունքային է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը։ Չկա նման բան, բերեք այդ ամեն ինչ այդ դիսկուրսը վերացնենք, հայը հոգով է հայ, ոչ թե անձնագրով։ Խնդրեմ։